Կրկին անգամ հարթանք դիրոջը սիրել եղբայրներ քուրեր մեր ուսուցումը սկսում ենք սիրել երկրորդ կետից ինչպես ազատվել փշերից փշերի մասին աղագին խոսեցինք սիրելներ ոգևոր մարդը միշտ պայքար պիտի ունենա Մենք որպեսզի փշերից ազատվենք եւ դառնանք պարաթող, նորից պիտի դիմենք Մատթեոս 13 գլուխը, Մարկոս 4-րդը եւ Ղուկաս 8-րդը։ Կարդում ենք 13:23-ը։ Իսկ աղեք հողի մեջ ցանված այն է, որ երբ կլսե խոսքը միտ կառնե Պտուղ կուտա որը 100, որը 60, որը 30 Միտ կառնել Մենք կարող է մարդկային ձևով միտ կառնենք բայց շատ կարևոր է հոգու տեսանկյունից միտ կառնել որտեվ միտքը հոգու մաս է որտեվ միտ կառնելով մեծ շարժ է տեղ ունենում Կարող է ես լսեմ Աստծո խոսք, բայց միտ չառնեմ։ Ինչ միտք պետք է առնի մարդը Աստծո խոսք լսելուց։ Ես խորը համոզված եմ, որ եթե միտ կառնես, որ Աստված կա, Քրիստոսն աշխարհ եկել, խաչվել, համբարձվել, հարություն առել եւ նորից պիտի գա։ Ես համոզված եմ այդպիսի գիտություն ունեն նույնիսկ շատ անհավատներ անապաշխար մարդիկ ավելի ճիշտ կարելի ասել անապաշխար մարդիկ գիտեն որ Հիսուսը աշխարհ եկել խաչվել է հարություն նորից պիտի գա բայց ինչ միտ կառնել որ կյանքը Աստծո խոսքի մեջ է Հովանի ավետարանի 6:64-ում գրված է Իմ խոսքերս հոգի եւ կյանք են միտ կառնել որ կյանք կա Աստծո խոսքի մեջ եւ Աստծո մեջ Շատերը այդ միտքը չեն ուզում առնեն Այդ միտքը իրանց հաճելի չի որտեվ այդ միտ կառնելուց մարդը դառնում է պարաթող Այսինքն մարդը հասկանում է որ Աշխարհի մեջ կյանք չկա Հարստության մեջ կյանք չկա Մարմնի ցանկությունների մեջ կյանք չկա Միտ կառնում որ կյանքը միայն Աստծո խոսքի մեջ է Այդ միտ կառնելուց մարդը դառնում է պարաթող Եվ այն էլ գրված է 30-60-100 30-ը 60 չի, 60-ը 100 չի։ 30 նշանակում է ուղիղ սրտով Աստծուն ընդունել։ 60 նշանակում է ամբողջ սրտով Աստծուն ընդունել։ 100 նշանակում է կատարյալ սրտով, այսինքն ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ Աստծուն սիրես ու պաշտես։ Կատարյալ սրտով։ Աստված ուզում է որ միտ կառնենք, ես համոզված եմ։ Ով որ սրտանց միտ կառավ որ կյանքը Աստծո խոսքի մեջ է եւ մի ուրիշ համար էլ կարդամ որտեղ մենք կարող է շատ սուրբ գիրք կարդանք բայց միտ չառնենք սիրելներ սա հոգու միտք է հոգին է այդ միտքը ընդունում տեսեք ինչ է գրված Առակաց գրքի մեջ Առակաց գրքի մեջ մարդի միտքը ամբողջությամբ կյանքը հեղափոխող խոսք է Նայեք ինչ է գրված Առակաց 3:18 Անիկա իրեն հանողներին կենաց ծառա եւ զինք բռնողներ երջանիկ կլա Անիկա իրեն հարողներին կյանքի ծառա եւ զինք բռնողները երջանիկ կլան